Խնդրեմ ներկայացնեք, պարոն Մալխասյան, թե ինչ է այսօր առավոտյան տեղի ունեցել Գյումրիում, մասնավորապես Մայր Հայաստան դաշինքի շտաբում, ովքեր են բերման ենթարկվել, քանի հոգի, ինչ հիմնավորմամբ։ Տեսեք, մենք տեղեկություն ունենք, այսինքն տեղեկություն ստացանք առավոտյան, որ քրեական ոստիկանությունը ներխուժել է Մայր Հայաստան դաշինքի շտաբ, խոզարկություն է իրականացնում, գնացել էին նաև Մայր Հայաստան դաշինքի շտաբի պետ Արա Ոսկանյանը ստում, այնտեղ են խոզարկություն իրականացրել, հետո եկել են շտաբ, հիմա մեր գրասենյակում, իր Արա Ոսկանյանի սենյակում քրեական ոստիկանությունը իբր քննչական գործողություններ է անում, ազգային ժողովի պատգամավորին թույլ չեն տալիս մտնել ներս հասկանալու համար, թե ինչ է կատարվում, թե ինչ գործի շրջանակներում մենք տեղեկություն չունենք։ Նաև հետո իմացանք, որ այս ընթացքում մեր համակիրներից Էմմա Գրիգորյանին, երիտասարդ կնոջը, մանկահասակ երեխաների մորը մտել են ոստիկանները, ձերբակալել ու տարել են Երևան, այնտեղ ինչ-որ հարցակրում, չգիտեմ ինչի համար, հա։ Իր տնից են բերման ենթարկել։ Ինչ է։ Իր տնից են բերման ենթարկել Էմմային։ Իր տնից մանկահասակ երեխաների մոտ բան են արել, բերման են ենթարկել, այնտեղ ստրես երեխաների մոտ, լաց, կոց, հետո ինչ-որ տեղեկություն ունեցանք, որ առողջական խնդիրներ ունի Էմմա Գրիգորյանը, այսինքն ոստիկանական, սա կարելի է գնահատել որպես բռնապետությանը հարիր ոստիկանության բռնաճնշումներ, ըստ էության, ասենք իշխանությունը այնքան է խուճապի մեջ, այնքան է հոգեխանգարմունքի հասել, որ ոստիկանությունը արդեն անհապույց օգտագործում է որպես քաղաքական գործիք իր հիմնական մրցակցին ճնշելու համար։ Այս դեպքում Մայր Հայաստանի վրա են ոստիկանական սվինները ուղղված, ցանկանում են պարալիզացնել շտաբի աշխատանքները եւ հաջողությամբ դա արել են արդեն մի քանի ժամ։ Այսօր մենք եզրափակիչ հանրահավաք ունենք ժամը 5-ին եւ պատրաստվում ենք, ըստ էության պարալիզացնում են, որ այդ հանրահավաքը չկայանա, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում ընդհանրապես այնպես անեն, որ չկարողանանք աշխատել այդ հենց բուն ընտրությունների process-ի ժամանակ։ Ամեն դեպքում հանրահավաքը անցկացվելու է այսօր։ Ամեն դեպքում հանրահավաքը ժամը 5-ին տեղի է ունենալու Աբովյան փողոցում եւ ես կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին գալ այնտեղ, որովհետեւ շատ կարևոր հայտարարություններ են հնչելու։ Իսկ ասում եք իշխանությունը խուճապի մեջ է։ Այ ինչի՞ց է այդ խուճապի մեջ։ Տեսեք, տեսնելով թե իհարկե, հատկապես այս վերջի մի քանի օրվա մեր հրապարակային ակցիաներից հետո, երթերից հետո մարդաշատ, էներգետիկ, իշխանությունը արձանագրել է այդ ամեն ինչը ու հասկացել է, որ ինչ գործողություններ պետք է անի մեր համակիրներին ճնշելու համար, որպեսզի հրապարակային աջակցությունը չերևա, ու անցել է գործողությունների։ Դրանից առաջ մեկ այլ ընդդիմադիր տեխնացուի նկատմամբ գործողություններ արվել իշխանությունների կողմից, խոսքը գաղտնալսման մասին է։ Այսօր էլի ինչ-որ գաղտնալսում է դրել հակակոռուպցիոն, չգիտեմ, կոմիտե։ Այո, հակակոռուպցիոն կոմիտեներ։ Հա, ինչ-որ ձայնագրություն է դրել անհասցե, անհասկանալի, թե ով ինչ է խոսում, ինչի համար է խոսում։ Այսինքն իշխանությունը բացահայտ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգին ոստիկանությանը որպես սվին է օգտագործում Գյումրիում իրենց իշխանազավթման արդյունքում ստացած իշխանությունը պահելու համար։ Ու ես արդեն հասկանում եմ, որ այլևս որևէ մեթոդի քայլի առաջ չի կանգնելու այդ իշխանությունը պահելու։ Այսինքն հասկանում եք, սա ինչ է նշանակում, որ իրավապահ համակարգին անթակույց օգտագործում է քաղաքական նպատակներով, բայց ես ասեմ, որ սա հակառակ արդյունքն է տալիս եւ ՔՊ-ն այստեղ խայտարակ է լինելու։ Պարոն Մալխասյան, դուք միայն Էմմա Գրիգորյանի վերաբերյալ այդ տեղեկությունն ունեք, որ բերման են ենթարկվել, որովհետեւ տեղեկություններ կան, որ եւս 2 հոգի է բերման ենթարկվել, այդ եւս 2-ի վերաբերյալ ունեք տեղեկություն։ Ճիշտն ասած, եւս 2 հոգու
մասին տեղեկություն չունեմ։ Մի րոպե ճշտեմ, Էմայից բացի Ձիաննա անով աղջկա են տարել նաև նոր ճշտեցի մեր շտաբի աշխատողներից։ Կրկին Երևան։ Այ եթե գիտեմ Երևան են տարել, թե ուր են տարել, բայց տարել են։ Շատ բարի։ Ես ֆիքսում եմ, որ այս պահի դրությամբ էլ դեր 6-րդ վարչության աշխատակիցները Մայր Հայաստանի շտաբում են։ Այո, այստեղ են Արա Ոսկանյանի շտաբի պետի գրասենյակում խոզարկություն, չգիտեմ ինչ են իրականում, խոզարկությունները, քննչական գործողությունները նման մի բան են իրականացնում, ազգային ժողովի պատգամավորը մերը չկարողացավ ներս մտնել, չթողեցին, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ոստիկանների թիվը շատ է, պարոն Մալխասյան։ Ոստիկանների թիվը 2 հոգի պահակ դրան մոտ, ներսում չգիտեմ քանի հոգի կան, երևի շտաբի դիմաց են գտնեն, այստեղ շատ մարդ կա շտաբում, էլի։ Հասկանալի է։ Ճշտել ոստիկանական համազգեստով հիմա վերևում 2 հոգի են։